Բարև ձեզ։ Այսօր նորից փորձելու ենք խոսել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի հետագա հնարավոր զարգացումների մասին մի ժամանակաշրջանում, երբ չնայած ներքին եւ արտաքին մեծ ու փոքր ճնշումներին Հայաստանը փորձում է ապրել ավելի անկախ, փորձում է շնչել ավելի ազատ եւ ինքնուրույն։ Եվրամիության արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գագաթնաժողովը, որ օրերս տեղի ունեցավ Բրյուսելում, դարձավ այն հարթակներից մեկը, որտեղ քաղաքասարակության ներկայացուցիչները խոսում էին ոչ միայն ներկա մարտահրավերներից, այլև ապագայի գծագրերից։ Եվրամիությունը ավելի կոնկրետացնում է եւ խոսում է Հայաստանի հետ խորացող հարաբերությունների, Հայաստանի էներգետիկ անկախության եւ դիմադրողականության բարձրացման մասին։ Սրա հետ զուգահեռ բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաև տարածաշրջանում, պարզվում է Հայաստանը ադրբեջանական նավթամթերք է ներկրելու եւ Վրաստանը հայտարարում է մեկանգամյա տարածման համար турք չկանձելու իր որոշման մասին։ Երկրի ներսում եւս զարգացումները շարունակում են, խմորումներ են սկսած եկեղեցու շուրջ վերջին զարգացումներից մինչև հանրապետության երկրորդ նախագահի իր աջակիցների հետ ունեցած հանդիպումից։ Առաջիկա 30 րոպեների մասին 30 րոպեների ընթացքում այս մասին ենք խոսելու, փորձելու ենք հասկանալ, թե ինչպիսի մեծ ու փոքր ճնշումներ կան Հայաստանի ներսից եւ դրսից եւ ինչպիսին է Հայաստանի գործիքակազմը, ինչպես է հարստացնում այդ գործիքակազմը այդ ճնշումներին դիմագրավելու եւ առաջ շարժվելու համար։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուշոդյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից, ՍԵՊԱ-ով, ռազմավարական նոր օրակարգով, քաղաքացիական հասարակության գագաթնաժողովով, այնտեղ ընդունված բանաձևով, դրա հիմնական շեշտադրումներով, ընդհանուր ինչ իրավիճակ ունենք, ինչ ընթացք ունենք, ինչպես է գնահատում այդ ընթացքը։ Այն ինչ որ մենք սպասում էինք, գոնե ուղղության տեսակետով արդարանում է։ Մենք նկատի ունեմ ժողովրդավարական ուժերի հարթակը, Հայաստանի հասարակությունը մեծ հաշվով եվրոինտեգրման գործընթացի սաստկացում, սրա ավելացում, ուժգնացում, որի համար էլ Եվրաքվեն կազմակերպեցինք, որի համար էլ նաև ողջունեցինք, որ իշխանությունները ընդունեցին օրենքը Եվրաքվեի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը եւ այսօր Հայաստանը պաշտոնապես Եվրամիության անդամակցության ուրեմն քաղաքականություն է վարում, արդեն օրենքի համաձայն, բայց նաև տեսնում ենք գործնական քայլերի ուղղությամբ եւ այս ընդլայնված օրակարգը, որը անվանում է ռազմավարական օրակարգ, ըստ էության ՍԵՊԱ-ի ընդլայնված տարբերակն է։ Ինքը մեկ քայլ առաջ է, անկախ նրանից, որ մենք սպասում ենք հայտի ներկայացում, Եվրամիության անդամակցության հայտ պետք է ներկայացնի Հայաստանը, որի մասին իշխանությունները իրենք են արդեն հայտարարել, Արարատ Միրզյանը Դոյչե Վելեին տված հարցազրույցում ասել է, որ ներկայացնելու են այդ հայտը կամ այս տարի կամ մյուսն, ու այս տարի արդեն կարծես թե դժվար, բայց մյուս տարի հույս ունենք այդ խոստումը կատարեն։ Թե ամենահարմար ժամկետը երևի այն ժամանակ, երբ որ Հայաստանում կգումարվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Չի բացառվում, այո, շատ հետաքրքիր կլինի այդ ժամանակ դա անել։ Եվ նման պայմաններում իհարկե շատ կարևոր է, որ այն գործընթացները, որը հարակից են եւ անհրաժեշտ են այդ Եվրամիության անդամակցության համար, այսինքն ամենակարևորը ստանդարտներին համապատասխանել, եվրոպական չափանիշներին համապատասխանել, որը մեզ էլ է պետք։ Իդեպ նույնիսկ եթե Եվրամիության անդամ չդառնանք, այդ ստանդարտներին թե համապատասխանենք, դա ինչ է, դա կյանքի որակի բարելավում է։ Դա էկոլոգիական ավելի մաքուր միջավայր է, մաքուր օդ է, մաքուր ջուր է։ Այն ինչ որ մենք հպարտանում ենք միշտ, որ մեր օդը, մեր ջուրը համեմատելուն չունի, իրականում վատ իմաստով համեմատելուն չունի, հա, բարձր որակի արտադրությունը։ Այո, եւ արտադրությունը որակ ունենա, որ մենք կարողանանք արտահանել այնպիսի շուկաներ, որտեղ բարձր վճարողունակության հարց կա, այսինքն գնողունակ է բնակչությունը, այլ ոչ թե ուղարկենք վատ որակի ապրանք էժան շուկաներ, որտեղից փոքր շահույթով այնքան որ sense ավանդույթի ուժով նկատի ունեմ Ռուսաստան եւ ԵԱՏՄ-ն շարունակենք այդ առևտուրը։ Այդ ամեն ինչի համար նաև պետք է քաղաքացիական լայն ներգրավում, որտեղ քաղաքացիությունը եւ երասխողի կարգավիճակ ունի եւ նաև փորձագիտական աջակցության եւ այդ դրամաշնորհները, որ տրվում է քաղաքացիական, հիմնականում նման բաների համար է տրվում։ Քաղաքացիությունը կարող է արագացնել կամ չարագացնել այդ գործընթացը։ Այո, եթե
իրական քաղաքացիական մասն են խոսում, այլ ոչ թե այն ռուսական պրոքսիները, որը գնալով այստեղ բուծում են արդեն, իրանք էլ են սովորել, որ փափուկ ուժը երբեմն շատ ավելի արդյունավետ է, բայց իրանք Հայաստանի պետականության դեմ են գործում։ Օրինակ, վերջերս մի քննարկում են կազմակերպել, այդպես ՀԿ-ներով, հա, կեղծ իմ համար ոչ մի կապ չունեցող քաղաքացիական հետ, թե բան անենք, ռուսական այդ գործակալների մասին օրենքը, օտարերկրագործակալների մտցնենք Հայաստանում էլ։ Ակնհայտ է, չէ՞, որ քաղաքացիական ներկայացումը նման բան չի կարող ասել ուղղակի։ Մամա կարող է ասել ուղղակի Հայաստանի պետականության վատը ցանկացող դեմ արտահայտվող մեկը։ Եվ նման պայմաններում շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիությունը կոնսոլիդացված է, երկու հիմնական հարթակները կան, որոնք որ նաև Եվրոինտեգրման հարցերում լայնորեն ներգրաված են, դա Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն է, եւ ուրեմն ՍԵՊԱ-ի շրջանակներում երկկողմ պլատֆորմը, որ ձևավորվել է քաղաքացիական Եվրամիություն Հայաստան պլատֆորմը։ Երկու պլատֆորմերն էլ ըստ էության հանդիպումներ ունեցան, մեկը հենց համաժողով գագաթաժողովներ Բրյուսելում, որտեղ որ առանցքային էին իհարկե էլի հայկական թեմաները, բայց նաև իհարկե Ուկրաինայի թեման միշտ ամենակարևորն է եղել եւ դա հասկանալի է, որտեղ շատ բան եւ ամեն բան գուցե նաև կախված է Ուկրաինայից հետխորհրդային ուրեմն տարածքում թե ինչ քաղաքական գործընթացներ տեղի կունենան հա Ռուսաստանի ձեռամբ եւ նաեւ ՍԵՊԱ-ի պլատֆորմի աշխատանքային նիստ եղավ երկկողմանի, որին նաեւ մասնակցեցին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներ առցանց, նաեւ դեսպաններ ներկա Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը եւ դեսպան Մարագոսը, պատվիրակության ղեկավարը Եվրամիության Հայաստանում։ Եվ այս ամեն ինչը ցույց է տալիս, որ դինամիկա կա, բավական այսպես արագացել են գործընթացները։ Իհարկե կա նաև կատարողականի թերացում ՍԵՊԱ-ի պարտավորությունների, որը կիսով չափ է գրեթե կատարված, որը մեզ բավարար չէ, չնայած դեռ այսպես տարի ու կես, այսպես ասենք, կա դեռ կատարողականի ավարտի համար, առավելագույնի 2 տարի կարող են քաշվել, բայց զգալի մասով կան կետեր, որոնք որ դեռ արագացված տեմպերով պետք է կատարել, այդ թվում էներգետիկ ոլորտում։ Եվ այն, որ 500 միլիոն տրամադրվում է էներգետիկ անկախության համար, ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է Եվրամիության համար նաև Հայաստանի էներգետիկ անկախացումը, իսկ դրա համար մենք պետք է մեր ցանցերը հզորացնենք Վրաստանի հետ կապող, որը կարողանանք արտահանել նաև ավելցուկ, երբ որ ունենանք եւ հակառակ երբ որ պակասորդ ունենանք ներմուծել, երբ որ դու մեծ ցանցի մաս ես, նաև արևային էներգիայի այդ ուրեմն ծառնաբեռնությունը, դուք գիտեք, որ հիմա արևային էներգիայի խթանման այսպես արգելակում կա նաև պետական մասշտաբով, որտեղ խնդիր կա։ Արևային էներգետիկան ցերեկային ինքը ծանրաբեռնություն ունի, շատ արտադրում է ցերեկը, գիշերը չի արտադրում։ Դրա համար ստիպված են լինում այլ էլեկտրականներ ցերեկը անջատեն, որ հոսանքի խնդիր չունենան ցանցերի մեջ, այդ լարման։ Եվ այլ շատ խնդիրներ կա էներգետիկայի հետ կապված, խնայողության նաև 30%-ի միջև պոտենցիալ ունենք մենք մեր տնային տնտեսություններում եւ նաև արտադրական եւ պետական հիմնարկություններում ավելի խնայողաբար էներգիան օգտագործելու, նաև ջերմային մեկուսացում իրականացնելու շենքերի եւ բնակելի պայմանների Նաև այլ խնդիրներ կա ջեռուցման ժամանակ, ավելի կենտրոնացված ջեռուցման շնորհիվ կարելի է ավելի մինչև 30% էլ այդտեղ կարելի է խնայել։ Հսկայական պոտենցիալ կա Հայաստանում, թե խնայելու, թե ավելացնելու նաև էներգետիկ արտադրությունը արևային, եթե կարողանանք նաև կուտակիչներ ձևաբանը ոչ միայն արտադրել կամ ներմուծել, որտեղ հիմա դրանք բավական թանկ են, հա, ակումուլյատորները, այլ նաև դա մեթոդաբանություն կա, երբ որ ջրամբարների միջոցով է դա հնարավոր անել, այսինքն ցերեկի արտադրված էներգիայի շնորհիվ է ջուրը մղում են ջրամբարներ դեպի վերև, եւ հետո գիշերը ներքև է իջնում եւ ինքը էներգիա է, էլի գեներացում, ասել հետ է գալիս։ Էներգիայի մասին խոսեցիք, ես անմիջապես հիշեցի Ռուսաստանի արձագանքը Զախարովայի Պերանով, որ ասում են նրանք վամպիրներ են, հա, Կայա Կալասի եւ մյուսի մասին ասում են վամպիրներ են, նրանք ասում են մենք ցես կգծենք այնպես, որ դուք չես որ էներգետիկայի կարիք ունեք։ Ռուսաստանի իրանք սովոր են, որ էներգետիկ գաղութացում են իրականացնում, ոնց որ միշտ արել են, եւ այդ գաղութացումը էներգետիկ օգտագործում են միշտ քաղաքական նպատակներով։ Հենց որ ուզում է անջատվել իրենց այդ ասեղից, հա, էներգետիկ ասեղից որևէ մեկը, իրանք սկսում են ճշում գործադրել, որ չէ, մենակ մեզանից պետք է առնես, կամ եթե մեզանից չես առնում, ուրեմն վատն ես, ուրեմն չգիտեմ, վամպիրներն են քեզ կծել, չգիտեմ ինչ են, ասես տաղտկալի, տհաս քաղաքականություն, որևէ այլ երկրում ես չեմ հանդիպել, գիտեք, այդ լրիվ ադեկվատությունից կտրվել են այդ մարդիկ, այնտեղ չգիտեմ ինչ են ընդունում, ինչ շատ են խմում, ինչ են անում, բայց դա ադեկվատ մոտեցում չի։ Ռուսաստանի արձագանքներին Բրյուսելի սենյակներում եւ միջանցներում ինչ որ արձագանք, ինչ որ վերաբերմունք թե չէ։ Առանձնապես արդեն բանտեղ էլ չեն դնում, եւ մենք էլ կարծես թե լավ է որ բանտեղ չենք դնում, մենք մեր գործը անում ենք ուղղակի։ Որտեւ ամեն անգամ
արձագանքելով եւ ինչ որ մտահոգվելով իրենց արտահայտություններով արդեն տեսնում ենք, որ այդ արտահայտությունը դարձել են այսպես հերթապահ ասում են այնքան որ ասեն եւ առանձնապես եւ դա լավ է մեծ լծակներ էլ չունեն ազդելու, բացի նրանից, որ հիմա փորձելու են հիբրիդային պատերազմի միջոցով, հասկանալով, որ դա իրենց վրա ավելի էժան է նստում, որտեղ տեսան, որ Ուկրաինայի պատերազմը իրենց վրա 1 տրիլիոնից ավել արդեն գումար է արժեցել, նաև կորսված ուրեմն պետական պահոստներ եւ այլն, եթե հաշվի առնենք, իսկ հիբրիդային պատերազմի միջոցով, գիտեք, կարելի է նույն Հայաստանում, օրինակ Հայաստանի շահերը վաճառել սկզբից, Արցախը վաճառել, ամեն ինչ, տարածքներ, ամեն ինչ Հայաստանից ինչ հնարավոր է վաճառել, հենց գա ընտրությունները մի քանի միլիոն փող դնեն, ասենք այստեղ բարեգործություններ անեն, իրենց պրոքսի ուժերին, իրենց մեդիաներին, ուրեմն աշխատացնելով, աշխուժացնելով, որ իրենց խոսույթները տարածեն, թե ինչքան կարևոր է Ռուսաստանի հետ մեր դաշնակից լինելը, որ հետո էլի կարողանա մեր շահերից վաճառել, էլի դաշնակից ասելու իրենք դա են հասկանում, ու տենց էլի իշխանությունը գրավեն, այդ հույս ունեն համենայն դեպս, առաջիկա խորհրդարանական ընտրությունը, իրանց պրոքսիներին, իրենց խամաճիկներին բերեն դրեն իշխանության, որ հետո կարողանան արդեն Զանգեզուրի միջանցք վաճառեն Ադրբեջանին, ինչ որ տարածքներ վաճառեն սրան նրան, մի խոսքով այդ իրանց սովորական ամենաթույլ օղակը գտել են, թույլ օղակն էլ իրենց պետքա ենթարկվի, չէ, որ կարողանան վաճառել այդ թույլ օղակը։ Հիմա չի ենթարկվում։ Բարեբախտաբար հիմա տեսնում ենք դիմադրություն, Հայաստանը իրոք դարձել է շատ ավելի անկախ, քան երբևէ եղել է։ Դա նաև Ռուսաստանի թուլանալու հետևանք է, նաև Հայաստանում գիտակցության փոփոխության հետևանքն է, որ ել չեն կարճում այսպես կոչված մեծ եղբորը, որ բարձր ոչ էլ եղբայր էր, ընդհանրապես դավաճան մի հատ ինչ որ հրեշավոր կայսրություն էր, որ փորձում է անդադ մեր շահերի հաշվին ինչ որ բաներ անել, իր հաշիվները մենք փակենք իր խրախճանքներին։ Առաջիկայում Հայաստանը կարողանա այդ հիբրիդային պատերազմին դիմանալ, հատկապես որ Եվրամիությունն կարծես թե օգնության ձեռք է մեկնում 15 միլիոն եվրո, ասին որ տրամադրվելու է հիբրիդային Ես միջև այս համաժողովներին մասնակցել եմ Մոլդովայում անվտանգության ֆորում էր տեղ ունենում, հենց Մոլդովայի անվտանգության ֆորումը եւ այդտեղ էլ որ մասնակցեցի, այդտեղ շատ մանրամասն խոսել ենք ռուսական հիբրիդային պատերազմի գործիքակազմի մասին, մեթոդաբանության մասին, շատ լավ տեղյակ ենք ինչ են կիրառում, նույն գրասենյակն է Կիրիենկոյի, որ այստեղ էլ է նաեւ պատասխանատու Հայաստանի ընտրությունների համար, այնտեղ տանուլ տվեց, հիմա այստեղ ավելի շատ միջոցներ ու ռեսուրսներ են ծախսելու։ Երկրներում ինչքան գիտեմ, հա։ Ոչ բոլորում, չէ, մի քանիսում, հա, եւ այդ իմաստով իհարկե իր համար նաեւ կյանքում ահու հարց է գուցե, հա, սա քաղաքական իմաստով առնվազն որ Հայաստանում հաջողի դրա համար արդեն մենք հիմա տեսնում ենք ոնց են սկսել այդ հիբրիդային գործիքակազմը կիրառել, սկսելով թե անհատապես ընտրողների հետ աշխատանք այդ կեղծ բարեգործությունների միջոցով, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ աշխատանքի միջոցով, հասցեներ եւ անուններ գրելով, բայց նաեւ մեդիա ռեսուրսների հետ աշխատանք ինչ են անում, իրենց մեդիա ռեսուրսների հզորությունները ավելացնում են, կեղծ նարատիվների ուրեմն տարածումը ավելացնում են եւ զուգահեռաբար այն անկախ շատ թե քիչ անկախ մեդիաների վրա աշխատում են, որ այդտեղ եթե ոչ ամբողջությամբ կտրեն նորմալ տեղեկատվությունը արևմուտքի հետ Հայաստանի ինտեգրման արժեքավորության եւ այդ ռուսական նարատիվների դեմ պայքարող մարդկանց ուղակի նախամուտքը թույլ չտան այդտեղ, access-ը թույլ չտան այդտեղ, այդպես ինչ որ պայմանավորվում են տարբեր խմբագիրների հետ, բնականաբար հասկանալի ինչի դիմաց եւ այդպես կամաց-կամաց փորձելու են նեղացնեն այն հնարավոր իրենց հակազդողների, հակադարձողների դաշտը եւ հնարավորությունները, որովհետեւ իրենց կեղծ խոսույթները ավելի լայն տարածվեն։ Մի օրինակ ուղղակի կարող եմ բերել, հենց 3 աչքովս ընկավ, ուրեմն իրենց այդ խամաճիկ լրատվամիջոցներից մեկը մի այսպես կոչված փորձագետից, անունները չեմ տալու, որ նաեւ գովազ չանեմ իրենց, ուրեմն հարցազրույց է վերցնում, այդ փորձագետը ասում է ես վստահ եմ, որ թոշակային տարիքը բարձրացնելու են, այս կառավարությունը բարձրացնելու եւ սկսում է նկարագրել նույնիսկ ինչ փաստարկներով են բարձրացնելու, համարյա որպես կայացած փաստ, բայց ասում է ես վստահ եմ, չի ասում, այդպեսի բան կա։ Հերքել են արդեն։ Գիտեմ, չէ, բայց տեսեք, իրանք այդպեսի բան են, փորձագետը այդպեսի բան է ասում, լավ, ինքը իր կարծիքն է ասում։ Վերնագիր է դնում խմբագիրը այդ խամաճիկ լրատվամիջոցի, որ կենսաթոշակային տարիքը բարձրանալու է։ Որպես արդեն վերջ, որոշում է կայացված 90,000 դիտում, որտեղ միանգամից հասկանալ է կենսաթոշականները հետաքրքրությամբ սկսել են նայել, աչքներով ընկել է, այդպես տարածվել է, կարող է ոչ բոլորն են միջև վերջ լսել, ոչ բոլորն են հասկացել դա կարծիք է, այդ փորձագետը ով է, պետության հետ կապ չունի, այդքան էլ հեշտ չի այդ ամեն ինչը, հա, մեդիա գրագիտությունը ամեն մարդ չունի, այդպիսի հիբրիդային պատերազմ այդ սուտ տարածելու մեթոդաբանությունն է կոպիտ ասած։ Եվ այդ ստերի միջոցով փորձել այստեղ ապակայունացում մտցնել։ Դուք օրինակ բերեցիք, բայց ավելի կոշտ բաներ կարող են լինել մինչև 2026 թվականի ընտրությունները այդ հիբրիդային պատերազմի համատեքստում։ Մեծ հաշվով այդ ընտրությունները ինչի մասին են լինելու։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններց։
Հիշեցեմ սա ազատ զրույցների Free News-ի եթերում ես զրուցում եմ Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Մենք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հատվածը ավարտեցինք եւ եկանք ներքաղաքական դաշտ, առաջիկա խորհրդարանական ընտրություններ մեծ հաշվով ինչի մասին են դրանք լինելու։ Լինելու է Հայաստանի ինքնիշխան անկախ բարեկեցիկ ապագայի մասին, որը ուզում են մեր ձեռքից խլեն։ Մենք այդ հնարավորությունը հիմա ունենք։ Եվ ունենք, որովհետեւ պետականությունը վերջապես ես գիտեք, այն օրը ըստ բավականին ասում, այ իրոք սկսում ենք պետության հոտ առնել, գիտեք ինչի համար, երբ որ զգում ես, որ քո անվտանգային ծառայությունները, որի հանդեպ առաջ միշտ կասկածներ կար, հա, Ռուսաստանի հետ համագործակցության պահով, նախկին իշխանությունների ժամանակ հատկապես, հիմա զգում ես, որ պայքարի մեջ են մտել ռուսական ՖՍԲ-ի հետ Հայաստանում, Հայաստանի շահերը պաշտպանելով։ Այսինքն իրենք Հայաստանում շահերը պաշտպանում են Հայաստանի ազգային շահերը, իրոք այնչին կոչված են եղել միշտ, բայց միշտ չէ որ կատարել են։ Ու հիմա պայքարում են կոնկրետ այս եկեղեցու հետ կապված խնդիրների շուրջ եմ ասում։ Կոնկրետ պայքար է գնում, տեսանելի է նույնիսկ Հայաստանի անվտանգային ծառայությունների եւ ՖՍԲ-ի մեջ։ Եվ այդ պայքարում բարեբախտաբար առայժմ հաղթում է մեր պետությունը, որտեղ այդ ծառայությունը չի մենակ պատերազմում, հա, պետական համակարգն է ամբողջ պատերազմում։ Այդ դա էլ հիբրիդային պատերազմի մաս է։ Այդ դրսի միջամտության դեմ եկեղեցու միջոցով, որ ուզում են քաղաքական գործընթացներ բանանել, բաց տեքստով ասում էին Ռոբերտ Քոչարյանը որպես գլխավոր խամաճիկներից մեկը ռուսական, այստեղ չէր ասում, բաց ասում էր, դե որ մեզ չեն վստահում, բերեք այդ տերտերներին առաջ մղենք, ու տենց էլ արեցին, մի տարի հետո սկսեցին այդ տերտերները ինչ որ քաղաքական գործընթացներ ծավալել։ Տեսան չի ստացվում, փորձեցին ռազմական հեղաշրջման փորձ էլի որոշ բարձրաստիճան հոգեվորականների միջոցով անել։ Տեսան այդ էլ չի ստացվում, էլի նաև անվտանգության ծառայությունների շնորհիվ չէ, բացահայտվեց։ Չի ստացվում, սկսեցին կեղծ նարատիվներ եկեղեցու միջոցով տարածել, ո տեսեք, այս Թուրքիային են ուզում ամեն ինչ տան, դրա համար մեր եկեղեցին ուզում են վերացնել։ Եկեղեցին էլ այդ մի քանի գանձագողներն ու բաներն են, անբարոյականներն են, որ այնտեղ կամ բարիգները նարկոտիկ վաճառով, որ այնտեղ կենտրոնացել են եկեղեցում։ Այդ է պարզվում է եկեղեցին, ոչ թե ժողովուրդն է, հավատացյալ հոտն է, այդ չի եկեղեցին, ըստ իրանց։ Հասկանում ձեռ են առնում էլ ասեն։ Եկեղեցու շուրջ ինչ է կատարվում, ինչ հանգուցալուծում, ինչ ընթացք կարող է տեղի ունենալ այն պարագայում, երբ որ Մայրաթորը կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին հորդորում է վերադառնալ կանոնական դաշտ, իսկ վարչապետը ներկայացնում է իր ճանապարհային քարտեզը եկեղեցին նորոգելու համար։ Տեսեք, հայ ժողովուրդը իր ընտրությունը կատարել է։ Իր դիրքորոշումը այս եկեղեցական վերնախավի հանդեպ արդեն ասել է։ Գիտեք երբ որ այս եկեղեցական վերնախավը իր այսպես կոչված կաթողիկոսի իրականում Կտրիչ Ներսիսյանի միջոցով պահանջեց գործող իշխանությունների հրաժարականը, անկախ նրանից նույնիսկ ժողովուրդը, ասենք, ինչ ոգևորությամբ էր աջակցում իշխանություններին, բայց մերժեց այդ պահանջը եւ գնաց ընտրությունների արտահերթ ընտրությունների ժամանակ էլի այս իշխանությունը ընտրեց։ Այդ ընտրությունից հետո կաթողիկոսը ինքը պետք է հրաժարական տար։ Առնվազն այդ ժամանակ հասկանալու, որ ինքը չունի որևէ հեղինակություն ժողովրդի մեջ։ Այս վերջի ընդունելությունը բան օթանավական մի քանի 100 հոգի մարդ կամ էջմիածնում զանգեր են ղողանջում, որ հավաքվի ժողովուրդը մի քանի 100 հոգի մարդ է հավաքվում։ Կամ որ Արցախում պատերազմելում չեն ղողանջում, բայց իրանցից մեկին, որ բռնում են ապօրինությունների համար զանգեր են ղողանջում։ Հասկանում եք, այդ ամեն ինչ ցույց է տալիս, իրենք կապ չունեն մեր ժողովրդի, մեր ազգային շահերի հետ, իրենք օտար շահեր սպասարկող այդ մի քանիսը նկատի ունեմ, բարեբախտաբար ներսից հիմա կա ամբոստացում, առողջացումը հենց սկսելու է այդ մարդկանցից, ովքեր ամբոստանում են, անկախ նույնիսկ նրանց ինչ վերաբերմունք ունենք շատերին, ինչ նաև գիտենք իրենց մասին եւ ինչպես ենք իրենց քննադատել բոլորս էլ, հա, այդ շատերին, ովքեր այդ ամբոստացողների մեջ կապ չունի, եթե իրենք այսօր մեծ առողջացման գործընթացի մաս են կազմում, Անց չի որ իրենցից մեկն է դառնալու պարտադիր կաթողիկոս, հա, ժողովուրդը կընտրի կաթողիկոս, հա, մեծ ժողովի ժամանակ, այնտեղ նաև աշխարհիկ մարդիկ են լինելու կընտրի, բայց կտրիչը պետքա հեռանա, դա պատուհաս է, խնդրեմ է, մեր պետության համար էլ է խնդրեմ, ժողովրդի համար էլ է խնդրեմ, սփյուռքի համար էլ է խնդրեմ։ Ձեր այս բոլոր պնդումներին որպես հակափաստարկ ասում են մյուս կողմից, որ եկեղեցու թեմից պայքարը սկսվեց այն ժամանակ եւ այն պատճառով, որ կաթողիկոսը Շվեյցարիայում խոսեց Արցախից, արցախցիների վերադարձի իրավունքից, գերիների մասին եւ այլն։ Ուրեմն հետո առաջը սխալ է իրանց մոտ միշտ, կամ այդպես են ներկայացնում, իբր չեն հասկանում։ Երբ որ կաթողիկոսը քաղաքական հայտարարություն արեց, պահանջեց հրաժարական իշխանությունների, դա քաղաքական հայտ է, քաղաքական պայքարի հայտ է։ Թող մի հատ կուսակցություն բացեն, անունը դնեն ռուսահպատակ տերտերների կուսակցություն։ Այ հենց հասկանամ քաղաքականությամբ են զբաղվում, բայց մնալով հայ առաքելական եկեղեցու ղեկավար նման քաղաքական պահանջներ դնի, երբ որ
օրենքով, սահմանադրությամբ դա արգելվում է, անջատված է եկեղեցին պետությունից, այդտեղից էլ ամեն ինչ սկսվել է։ Երբ որ իրենք Տավուշի շարժում էին անունը դրա հետո սրբազան շարժումը ո՞րն է։ Լավա չեն ասում Աստծո շարժումը անունը դրային, բրծնեն էլի։ Քրիստոսի շարժում դնային, բրծնեն։ Իրենք էլ երևի բան առաքյալներն են Քրիստոսի։ Այդ բարիգներն ու գանձագողերն ու այդ բանը ցանցերի սուպերմարկետների ցանցերի սեփականատերերը լրիվ գժվել են կամ մեր ժողովուրդ են գժի տեղ դրել, չեմ հասկանում ես։ Դե ես մի մասն ասացի, ասում են պայքարում են եկեղեցուտեմ, որովհետև կաթողիկոսը բարձրացրել է գերիների հարցը եւ այլն, արցախցիների վերադարձի հարցը, իսկ դա ադրբեջանական հետք ունի, այսպես ասած։ Դասեք, կաթողիկոսը պետքա օգներ, որ մենք չկորցնենք Արցախը։ Երբ որ պատերազմ էր գնում, ինքը պետքա հրահանգեր, որ բոլոր եւ Սփյուռքում, եւ Հայաստանում, եւ Արցախում բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեն Սարդարապետի պես։ Այս ժամանակ կհասկանային, որ այս մարդը Արցախի մասին է մտածում։ Ոչ թե նստեր սպասեր ու մեդալ ստանար մի հատ էլ այդ Պուտինից, այդ սպասելու համար, որ կորցնենք Արցախը, որտեղ տենց էր հանձնարարված Ռուսաստանից, ու հետո հետին թվով վայ, արցախցիների իրավունքները եկեք։ Դա արցախցիների իրավունքները քաղաքական ուժերը, հասարակական գործիչները կզբաղվեն։ Դու արդեն գործ ունես, դու քո արածը պետք է աներ։ Չես արել, որտեղ այդ մարդը չես, ինչի քեզ ներկայացնում ես, ինչը որ ներկայացնում ես քեզ։ Իսկ հայ-ադրբեջանական գործընթացում հիմա ինչ ունենք։ Հատկապես ես ուզում եմ նախ անդրադառնանք հաղորդումների ապաշրջափակման համատեքստում այս նավթամթերք ներկրելու իրողությանը եւ Վրաստանի որոշմանը։ Հետաքրքիր է ինչով, որ նախապես հայտարարություն տարածվեց խոսակցություններ ամեն դեպքում, որ Վրաստանը բավական բարձր գին է սահմանել, հետո որոշում է կայացնում մեկ անգամյա տարանցումը կատարել անվճար եւ տուրք չկանձել։ Սա ինչ որոշում է, քաղաքական ժեստ է, աջակցություն է խաղաղության օրակարգին, թե մեկ այլ բան է։ Ես կուզենայի, որ այդ ժեստի փոխարեն սակագին նվազեցնեն, որտեղ աբսուրդ գին է սահմանը 90 քանի դոլար 1 տոննայի դիմաց։ Այն դեպքում, որ Ադրբեջանում 14-16 դոլար է, ասենք, այսինքն նշանակում է, եթե մենք Ղազախստանից օրինակ նավթ ուզենանք գնել եւ Ադրբեջանով Ղազախով օրինակ ուղիղ մուտք ունենանք այդ երկաթգծային, որ այնտեղ վերանորոգման հարց կա, մի քանի 11 միլիոնի խնդիր է, այդ էլ պետք է լուծել։ Մենք շատ հարմար գներով կարող ենք Ղազախական նավթը տարանցել Ադրբեջանով գա մեզ օգտագործենք, քանց եթե դա Վրաստանով գա, ասենք 3-4-5 անգամ ավել, դա ինչ խայտարակ թիվ են սահմանել, այն դեպքում, երբ որ Հայաստանն էլ լենդլոկ երկիր, ասինքն ծով նախամուտք չունեցող երկիր է, կոնվենցիա կա, որը նաև հա ուրախ չեն ստորագրել իրանք, բայց կապ չունի, բաներ կա, որ մի քիչ միջպետական հարաբերությունները պետք է հաշվի առնեն։ Դեպի ծով երկրությունեցող երկրների համար ընդհանրապես մեծ արտոնություններ է սահմանված նման տարանցումների, նման ուրեմն սակագների դեպքում։ Բայց իրենք չարաշահում են, ուղղակի հասկանալով որ ուրիշ ելք չունի Հայաստանը, երկաթգծային ելքը դեպի ծով կամ դեպի այլ երկրներ, եւ իրենք դա չարաշահում են։ Եվ դա անընդունելի է, իհարկե, ընդդրել, որ տարածաշրջանում խաղաղություն, բայց այս հաղորդումների ապաշրջապակման բացման հարցում Վրաստանի համար այնքան էլ ձեռնտու չէ, երբ որ Հայաստանն է մտնում խաղի մեջ, այդ ճանապարհները բացվում են եւ իր այդ մոնոպոլ գուցե չափազանցնում են, բայց մոնոպոլ դիրքը ավելի թույլանում է։ Եթե Վրաստանում ունենանք իրոք Վրաստանի ժողովրդին ծառայող իշխանություններ, այլ ոչ թե Ռուսաստանի հետ Սիլիբիլի անող Իվանիշվիլի այդ օլիգարխի իշխանությունը, ես որպես քաղաքացիական ներկայացուցիչ կարամ ազատորեն դրա մասին խոսամ, այն ինչ որ Հայաստանի իշխանությունները կաշկանդված են բնականաբար, որ հարաբերությունները չփչացնեն Վրաստանի հետ։ Եթե լինեին իրոք ազգային իշխանություններ, իրենք շահագրգռված կլինեին, որ այն թիրախը, որ հիմա իրանք են այդ տարանցման պատճառով Ռուսաստանի թիրախում են իրանք։ Ահագին պատասխանատվություն իրանց վրայից ընկներ գնար դեպի հարավ։ Շատ բեռներ հարավով երբ որ գնային, Ռուսաստանը արդեն այդքան շահագրգռված չէր լինի իրենց հարվածել, երբ որ դրա կարիքը լինի, որտեղ հասկանալով որ մեկ է իրանք էլ եթե փակվել է ճանապարհը, մեկ է այդ տարանցումները Ռուսաստանի շրջանցող գնալու են Ադրբեջան-Հայաստանով։ Այդքան բանը հասկանալով իրենք մի բան է ուրախ պետք է լինեին եւ ել չեմ խոսում որ եթե բոլոր ճանապարհները այստեղ բաց են մեծ արդեն պրոյեկտներ են մտնելու այդ պրոյեկտներից իրենք մեկը օգտվելու են այդ անցուդարձից շարժից օգտվելու են Հայաստան եթե հարստանալու է հզորանալու է իրենք օգտվելու են արդեն դա իրենց համար օգտակար է լինելու բայց այս ստատուս քվոն հաղորդողիների ներկա ավելի ձեռնտու չէ իրենց քան թե Դե կարճ ժամկետ կտրվածքով այո ես ռազմավարությունն եմ ասում ռազմավարական առումով այն բեռները, որ Չինաստանից դեպի Եվրոպա պետք է գնան, այն ծավալ ունեն, որ եթե արդեն ստեղով են անցնելու Հայաստանի հնարավորությունները, նույնիսկ եթե այդ բոլոր երկաթգծերը բացեն, բավարար չեն լինելու։ Մեկը Վրաստանը օգտագործվելու է։ Էլ չասած, միջև այդ երկաթգծերը Հայաստանով կառուցվի, մի քանի տարի անցնելու է, մեկը այլի իրենք օգտվելու են։ Ասենք
իմաստ է, էլի, այդ դրա պատճառով, այնպես չի որ տարանցումից իրանք այնպեսի աստղած բաշխական գումարներ են ստանում, որ հեսա դրանք կորցնեն, իրենք ուրեմն կործանվելու են կամ չգիտեմ, տնտեսությունը բանը վնասվելու է, ոչ, բայց Հայաստանի հարաբերությունները փչացնելու գնով պետք չի այդպիսի բաներ անել։ Այդ սակագինի 92 մի տոննայի դիմաց թող անեն 50, թող անեն 40 կիսով չափ անեն, էլի մեծ շահույթներ կստանան, բայց այնպես չի որ դրա հաշվին արժի Հայաստանի հետ այս նեղ մաջարին sense վատացնել հարաբերությունները իրենց համար նեղ մաջարին նկատի Հայաստանի հետ հարաբերությունների թե Ադրբեջանի հետ հարաբերությունների հարթության մեջ է եւ նա մենք տեսանք Ադրբեջանի հետ էլ լարվածություն առաջացավ այդ բեռների տարանցման հետ կապված դրա համար եմ ասում գիտեք նաեւ Ադրբեջանին է սա ուղերձ որ ամեն դեպքում ինքը եւս ընտրանքի կարիք ունի որ ինքն էլ շատ բաներով կախված է Վրաստանից եւ ցանկալի իր համարել, որ Հայաստանով այդ ճանապարհները վերջապես բացվեն, իսկ դրա համար պետք է նաև խաղաղության պայմանագիրը կնքվի, ինչքան էլ որ առանց դրա արդեն այդ աշխատանքները սկսում է նախնական աշխատանքները գնում է, բայց ավելի լայն կտրվածքով է պետք դիտել, միայն մեղրիով չպետք է անցնեն նախ այդ երկաթգիծը Ղազախով էլ պետք է անցնի, ընդ որում Ղազախով կարող է գնալ միանգամից Գյումրի, հա, Վանաձորով գնա Գյումրի, այնտեղ փոքր հատված կա, որ պետք է մեր ցանցերը միանան, գիտեք, լեռնային փոքր հատված է Այդ մեկ, երկրորդը գազատար նավթատարը, որը որ մեր որոշ լրատվամիջոցներ սխալ են պատկերացնում, որտեղ ասում են, որ մեղրիով էլ դա պետք է անցնի, ոչ, մեղրիով չի անցնելու, որտեղ Ադրբեջանը շահագրգռված չի, որ Իրանի սահմանի մոտով անցնի, եւ արևմուտքն է շահագրգռված չի, որ Իրանի ուղիղ հարվածի տակ լինի։ Մի հատ ունեն արդեն, հենա, ռուսների հարվածի տակ 20 կիլոմետրի հեռավորության վրա սովորական գրադով կարան ոչնչացնեն անընդհատ։ Դրա համար հիմա Հայաստանով MC տարածքով կուզենան իրենք անցկացնեն, որ տենց մոտիկ խփող խրետանիներով հնարավոր չլինի։ Հա, հեռահարով կարող են, բայց հեռահարն բարդ է ավելի խոցելը, ճշգրտությունը հարցեր կան։ Դրա համար Ալիևը մի անգամ ասեց մենք կուզենանք, որ ավելի հյուսիս անցնի այդ գազատարներ, նավթատարներ։ Գազատարն ու նավթատարները դա իրենց գազատարն ու նավթատարը չեն։ Ղազախական բանը նավթատարն է եւ թուրքմենական գազատարն է։ Թուրքմենիան ունի ավելցուկ գազի, որ արևմուտք ուզում է գնի, եւ Ղազախստան ունի ավելցուկ նավթի, որ արևմուտք ուզում է գնի եւ նաեւ Ղազախստանը իր այն նավթի մասն էլ, որ արդեն վաճառում է Ռուսաստանի միջոցով Նովորոսիիսկով, դա էլ է ուզում ներքևով բերի Հայաստանով անցկացնի, որտեվ տեսնում է, որ այնտեղ պարբերաբար ռուսները փորձում են դա որպես լծակ, ինչպես միշտ օգտագործել, ասում եմ, իրենք բոլորին տենց նավթ գազային ցանցով տածել են, որ հետո բոլորի վրա ճնշում գործադրեն։ Եվրոպան ազատվեց դրանից, տեսան, որ ոչինչ չկարողացան անեն, այն հույսով են, որ հեսա Եվրոպան սառելու է, ամրսելու առանց մեր գազի, ոչի բան չեղավ։ Հետո այստեղ տարբեր վարդանիկների միջոցով վախացնում են, որ մեր հեսա գազը, որ ռուսները կկտրեն, սառենք, սատկենք, սովից էլ կմեռնենք։ Հիմա գազի հարցը կլուծվի, ծորենի հարցն էլ լուծվում է արդեն եւ ռուսները տեսնում են, որ այլ ոչ մի լծակ չի մնացի, բացի իրանց 5-րդ Շարասյան խամաճիկներից, որը այսպես ընկնելու են այսպես աչու ձախ ծառացուների նման փորձեն ձեներ տանել, ես վստահ եմ, որ չի ստացվելու իրանց մոտ, որովհետեւ այտենց հեշտ չի էլի, այդքան բան մեր ժողովրդի հանդեպ անելուց հետո, ինչ որ մի քանի ընտրակաշառքներով կեղծ սուտ բաներ, ինֆորմացիաներ տարածելով իրենց մեդիաներով, իրենցով անեն ժողովրդին, որ իրենց ուժերին ընտրի ժողովուրդը, հնարավոր չի այտենց բան։ Եկող տարին սպասել թրիպի մասով Այսօր հաղորդագրություն եղավ, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը արդեն պատրաստում են առաջին նիստերը գումարել, Եվրամիության ներկայությունը, մասնակցությունը ինչպիսին է լինելու։ Եվրամիությունում ամենասկզբից մի քիչ սառնոտ էին ընդունել տրիպի պահը, որտեղ դա ամեն դեպքում իրենք դուրս մղվեցին փաստացի այդ պրոյեկտից, բայց հիմա իրենք նաև հասկանում են ամեն դեպքում, որ կարևոր է դա եւ բոլոր հարթակներում, որտեղ որ Եվրամիությունում մենք քննարկել ենք, տրիպը ողջունվել է։ Եվ իրենց աջակցության եւ մասնակցության պատրաստակամության մասին հայտնել են։ Մանավանդ որ Սյունիքում իրենք ներկա են, եվրոպացիները իրենց ներդրումներով, իրենց աջակցությամբ, դիմադրողականության աճով, հատկապես մեծ նշանակություն ինչի են Սյունիքին տալիս, որովհետեւ նաեւ այդ ճանապարհները անկախ նրանց տրիպ կկոչվեն թե ինչ, Սյունիքով են նախ եւ առաջ անցնելու։ Այդ թվում գազատար նավթատարը մեղրից հյուսիս, բայց էլի Սյունիքով, հա, նկատի ունեն, որ կարող է Գորիսով մտնեն Սիսյանով, տենց շարունակեն։ Այնպես որ այդ գլոբալ պրոյեկտը ըստ էության արևմտյան, որից Հայաստանը շատ մեծ քաղաքական նախևառաջ շահույթ է ստանալու, իսկ դա նշանակում է նախևառաջ անվտանգություն, որտեղ որ կան մեծ ներդրումներ, որտեղ կան մեծ լոգիստիկ շղթաներ, այնտեղ այդ լոգիստիկ շղթաների տերերը, շահառուները թույլ չեն տալու ոչ մի պատերազմական գործողություն բնականաբար, հա։ Եվ տնտեսական ոչ պակաս կարևոր է ներդրումներ, ամեն ինչ թանկանալու է եւ դա լավ է, այսինքն հողը, տները, գույքը մեծ ներդրումներ են արվելու, աշխատավարձերն են բարձրանալու, այդ բոլորը իրար հետ փոխկապակցված են։ Եթե դա մի ուղղություն է, բայց ըստ էության Հայաստանը շարունակելու տարածաշրջանը ոչ միայն Հայաստանը շարունակելու է մնալ
ռուս արևմտյան, արևմուտք եւ Ռուսաստան նախագծերի մրցակցության եւ ճնշման մեջտեղում։ Դե գիտեք, Հայաստանի իշխանությունները փորձում են մաքսիմալ նվազեցնել այդ լարվածության պահը, նույնիսկ այդ 3+3-ին դեմ չեն արտահայտվում, ասում են հա դե կհանդիպենք այդ նախարարական պատճառ չունեք որ չգաք։ Հա, դե հիմա թող գնան հանդիպեն, այդ հանդիպումները ոչինչ չտվող ինչ որ բան են, ձևական Ռուսաստանի համար գիտեք, այդ ձևական նույնիսկ ավելի կարևոր է հիմա դարձել, քան բովանդակային, քանի որ բովանդակային չունենել, ոչ մի բան չունեն առաջարկելու։ Ինչ պետք է քննարկեն այդ 3+3-ով։ Հո տրիպը չեն քննարկելու։ Տրիպը քննարկվում է ամերիկացիների հետ։ Այս փողերը որ գալիս է եվրոպացիների հետ, որտեղ նրանք են դնում, ասենք անվտանգային հարցերը այլի արևմուտքի եվրոպացիների հնդիկների հետ։ Իրենք ոչ միտեղ չկան, ինչ պետք է քննարկեն։ Ձևական նստելու են ինչ որ ձևական ասեն, օ 3+3-ը եղավ։ Լավ, թող լինի։ Թող լինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ճակերտավոր էլի թող լինի։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խոշոդյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։